Բարի ողջություն եմ ցանկանում իրական հայերին։ Այս վիդեոն վերաբերվում է այսօրվա շատ լուրջ աղմուկ հանած միջադեպին, որը որ տեղի է ունեցել Քանաքեռ գեսի տարածքում Նիկոլի քարոզարշավի ընթացքում, որ իրան մոտեցել է մեր անետ կորածներից Հրանտ Պապիկյանի քույրը, հարգա բազմակողմանի զարգացած շատ կիրթ, շատ պրոֆեսիոնալ բժշկուի, որը որ շատ ճիշտ ձևով իր խոսքը ձևակերպում է ու ասում է, ու դրանից Նիկոլի մոտ էլի հիստերիան սկսում է, հոգեբան են գժականը խոդում է էլի։ Ու ուղղակի ես էսի խեմ ուզում միացրել եմ, ուզում եմ իրան հասցնեմ, ասեմ, էլի շատերդ գիտեք, շատերդ հազար անգամ լսել եք ինչ եմ ասել, բայց մի հատ էլ չեմ ասել։ Ուրեմն խոսքս վերաբերվում է պրյամը Նիկոլին։ Այդ որ կայնում ես ամեն անգամ ասում ես մեր երեխեքին սպանեցին, մեր երեխեքին սրանք կրակեցին, նրանք կրակեցին, այս մեկը խփեց, այն մեկը խփեց, ֆլան ֆստան։ Ես ուզում եմ մի հատ ժողովուրդը, մի հատ իրանց հիշողությունը, մի հատ կամ մտեք արա ինտերնետ, մտեք YouTube նայեք։ Նիկոլ, դու չփորձես սրանից հետո քո կատարած մեղքերը, քո հանցագործությունները փորձել ինչ-որ սրա նրա տարբեր մարդկանց ջեբը մցնել։ Խի եմ ասում, որովհետև դու, անձամբ դու Նիկոլ Փաշինյան հայտարարել ես, որ դու գնացել ես գիտակցված զոհության հանուն խաղաղության։ Դու քո բերնով պրիզնատես եկե, որ դու ես տարել տղեկին զոհե։ Հիմա խես հավայի կշկշը դրե վրոձի ես չեմ, ես կուրսի չեմ, ես սուրպ եմ։ Հələ մի հատ էլ ասենք, էդ ինչ ձև ես քեզ պահում, արա այդ մարդու հետ, արա։ Դու այդ մարդու չափ արած ունես։ Այդ մարդու չափ դու արած ունենայիր, քեզի երևի արձանը կկայնստեին, բայց քեզի ինչ արձան արա, քեզի դու քեզ կայնում այդ մարդկանց հետ այտենց քեզի պահում, քեզ ամեն ինչ անում։ Այն օրը այն վարվածի ծնողներ քո հետ խոսում, այդ որ դու կայնում ես, հետո էլ ասում ես, ես խոնարհվում եմ ամեն անգամ։ Դու տեսար, որ դու ինքդ քեզ էլի հակասեցիր, Նիկոլ, դու երբեք էլ չես խոնարհվել ոչ մի զոհվածի էլ առաջ, ոչ մի զոհվածի հարազատի էլ առաջ։ Դու միշտ էլ մտածել ես ոնց անես, որ այդ մարդկանց ամեն ձև վառես, մրմրցնես, դաղես, որտեվ դու թուրք ես, Նիկոլ։ Դու կայֆ ես ստանում, դու հաճույք ես ստանում հային մղկցնելուց։ Այս վերջում համացանցում մի հատ մարդ էր խոսում, որ քո մոր վերաբերյալ։ Եթե դա իրականություն է ու դու այսօր քո մոր վրեժն ես առնում, ուրեմն կարամ ասեմ մալադեց քեզ, որ դու կարացիր քո մենակ հալով մի ամբողջ ազգից վրեժ առնես, բայց դե վավշա ազգը կապ չուներ էլ, եթե այն ինչ որ իրականություն է, եթե դա իրականություն է, որը որ եղել է ասենք քո մոր հետ, ուտի դու գնայիր քո հորից քո մուրն առնեիր, ինչ ես այս ազգին կպե։ Դու քո բերնով ես պրիզնատեք է ու մի անգամ չես ասե դրա մասին։ Դու էլ ասեցիր ազգային ժողովի ամբիոնից, որ այո մենք կունենայինք այս վիճակը իհարկե առանց զոհերի, կար տարբերակ առանց զոհերի, բայց դու նախընտրեցիր զոհելով, ու դու հետո նորից էլ ասեցիր, այո մենք գնացել ենք գիտակցված զոհության հանուն խաղաղության։ Ինչ խաղաղություն, արա, ուր ես տես այդ խաղաղությունը։ Ու եթե դու այսօրվա դրությամբ դու հենա արդեն տարածվում է, որ Ավինյանը բանանում, որ Արփինեին գործից հանեն, այդպես արա, այդպես է խոնարհվել, հացին վայսլնող ես դու, այդ ես դու, կերար սաղիս կյանքը, տարար այդքան տղուն, կամ հենց 5000-ի անուն են տալի, ինչ ես էլի կշկշեքը դնում, Արա, ասել են 3800 ես ասում, հելի
3833 ես ասում 3833-ի անունն ազգանուն հայրանուն ծննդյան թվով հայտարարի արա բախի չես անում չես կարեմ անես չունես այդ հնարավորությունը այդ 3800 տղու անուն ազգանուն հայրանուն չես անում գիտես խի որովհետև հետո մնացածի ծնողները կասեն հոպ հլարա բա մեր երեխու անունը խի չտվիր Այդ վաղ կարող է 5000 չդառնա, այդ վաղ կարող է դրուկ մեկ էլ 6000 դառնա, դրանից ես վախում, հա, դավաճաններից ես խոսում, արա բերել ես դավաճաններին, շարել ես կողդ, բարձր պաշտոններ ես տվել, ու դու այսօր խոսում ես դավաճանությունից, արա, հերիք է լավ, արա, մարդը հելնում է քեզի բան ասում, այն ախրաննիկներիդ այդ հաստա վզերիդ էլ ասա, թո չչանչեն արա, կինա դեմներ, արա, Սով է կարա լրիվ ձեզի արդեն չապ ու սաման անցել եք, վերջը ասում եմ դուք հասցնելու եք այն վիճակի, որ այս ծնողները վերջապես այս վիճակից ես, որ սես քնել, լրվել են, մնացել են, կներեք, որ մի օր զարթնեն, այն վաղ դուք ձեր հալը կտենաք։ Էսի սպարնալիք չի, հոդված չբերեք նորից շալակս դնեք։ Ձեր հալը կտենակ, հալն էլ արդեն հարցականա ոնց կրնի ձեր հալը։ Խեք արա տենց անում, արա, խեք այսքան ես մարդկանց միսը տալի բերանները։ Ինքը հելնում իրա բերնով հայտարարում է, որ ես տարես սպանել եմ, հիմա էլ ախպեր, սաղին մեղավոր է, սաղ, այս ենի, այն մարդը քոչի անուն է տալի, որ քոչի ես։ Արա ինչ ուզում ես, արա մարդը պերամ ասում, 8 տարի ունեիր վայրան, բա կզծն էիր, կզսնող տղա էիր։ 8 տարվա մեջ շանս չունեցար կզսնելու, հիմա նենց վիդիտիլին ես բլբուլ ես դարը, հա, առուս տղա ես դարը, հելն ես կդրես։ Հե, հիմա էլ պտ ես խոսքերիս համար էլ գաս տանես պագես, արա տարեք պագեք, արդեն ստեանքսեք հասցրե ձեզի։ Կերա կարակ կյանքներս, արա, չեք թողում մարդիկ հանգիստ ապրեն, արա։ Մարդը գալիս է երեսիդ կայնում, պրամը ճիշտը, որ ասում ես դրանից նեղվում ես, դաղվար արա։ Այդ որ սաղից դաղում ես առավոտից իրգուն լավա, հիմա ինչ, ով է Արցախից կամ փախած արա, ով է խոսում փախնելուց արա, հե, փախածներին ենա բերել ես, դրել ես կողերդ, բարձր պաշտոնների, այսօր սաղին ասում ես սաղ մեղավոր եմ բացի ինձնից, դու ես ընդունել, դու Նիկոլ Փաշինյան, դու հանրային ձևով Ազգային ժողովի ամբյոնից հայտարարել ես, որ կարար ունենայինք այս նույն վիճակը առանց զոհերի, էդի քեզի մեկ, որ դուք գիտակցված, այս դատախազություն ճիշտա չունենք, բայց թող որպես արա հաղորդում ընդունեք, արա այս մարդը իրա բերնով ասելա, որ ես տարել եմ, կոտորել եմ, էլ սրանից էնյան ինքնոխոստովանությունը ոնց է լինում, Չկա դրա համար հոտված, մարդը իրա բերնով ասում, ասում է, ես տարել եմ գիտակցված զոհության, մտածված, գաղափարած, աշխատել է, չգիտեմ չի աշխատել, ես տարել եմ այդ մարդկան զոհության։ Հիմա ինչ ես ասում, արա, ինչ ես ուրիշներին ասում, ցես տարավենի տարավ, էնի խփեց, ձեր երեխուն էսի խփեց, արա։ Եթե դու ինքդ ասել ես, որ դու ես էդի, խես հիմա ուրիշներին ասում։ Սրան կզսնեմ նրանք, արա կզսնող տղա ես կզսնեիր, բա 8 տարի վլաստ ես, դրանից էնյան վայրանտ ունեիր կզսնելու։ Վերջում կերևա ով է կզողը, վերջում կերևա, նիզագարամ է ռուսի ասած, ոչինչ, նիզագարամի, կերևա մի օր ով էր կզողը, դավադիտ ես արել Նիկոլ Սաղին ու դու էլ ես հասկանում, որ քո վերջը մոտիկնում է, դրա համար մոտդ ես հիստերիան է սկսե մոտդ։ Դու շատ լավ հասկանում ես, որ դու այս ընտրությունները չես հաղթելու։ Դու շատ լավ հասկանում ես, որ ֆուկ ես ելնելու։ Ու այն վաղ քո հետ այս ազգը, հայ ազգը, քո նման թուրքի հետ կվարվի ոնց որ արժանի է թուրքը։ Էդի սպասի այդ օրը գալու է։ Ես դրանում համոզված եմ։
Էլ բան չունեմ ասելու։ Իսկ եթե դու Արփինի հացին վայսը լես, դու մի հատ էլ կապացուցես, որ դու ոչ մեկի առաջ, ոչ ծնողի, ոչ զովացի, ոչ անետ կորացի առաջ երբեք ոչ խոնարհվել ես, ոչ ինչ-որ ցավակցել ես, ոչ մի բան, հակառակը դու միշտ այս 8 տարի մեզի դաղել ես ու վառել ես, դաղել ես ու վառել ես։ Դե Եմ որ մի հատ էլ պետք է քեզի դաղեն ու լավ արե Արփինը, լավ արե։ Ու ով էլ կարա Արփինեին մի հատ վատ բառ գրի, արա ալլամ աշխարհի քֆուրը տալիս եմ այդ մարդուն, ով կարա այդ կնգան, այդ մարդը հասարակ մարդ չէ, այդ մարդը այնքան կյանքա պարգև է, արա որ դուք սկի ձեր երազում չունեք, այդ մարդը գինեկոլոգ մանկաբարձ, այդ մարդը մարդկանց ծնունդա տվե, կյանքա տվե, դուք ինչ ունեք արած, այդ դիշով կեք, որ այդ մարդուն վատ բաներ է գրում, արա ասենք ձեր Նիկոլն ինչ դուք էլի յանեմ ինչ եմ բնգե յանեմ ում կողնեք մանգալի որ ինչ էլ անեք մնաք բարով ժողովուրդ ջան Արփինեին ոչ մեկը չփորձեք մի հատ հանգարցակի թթու լիշնի խոսք գրել կքրֆեմ ամենալկտի քֆուրները կտամ քրֆողներին կամ մի հատ վատ բան գրողներին հասկացա կարա Այդ մարդը ցավիտեր մարդ է, այդ մարդը թակավոր աղբերա կորցրել է, հրանդին ես անձամբ եմ ճանաչել, հրանդ իմ աֆիցերն էլ է, իմ ծառայության վախտով։ Հրանդ այսօր ամենաբարձրաստիճան պաշտոնյանը անհայտ կորածների մեջ, դիվիզիայի բուժ ծառայության պետն էլ է։ Հրանդը լիքը մարդկանց է պատերազմի դաշտից փրկել, որ դու այսօր Նիկոլ հրանդի քրոջը տտես խուլիգանի պես քեզի պես, այն կոնչնի խուլիգանի պես, հələ մի րոպե լկայնի, կամ այն կողիտ են հաստավզերը չանչում են, այդ կնգա ձեռներից են քաշքշում, ով եք արա դուք արա վաբշե, մի քիչ ձեզի ակուրատնի պայեք, մի քիչ դուք ուր ակուրատնի պայել, ինչ եմ ասում է, ես ասում եմ, Լավ մնացեք ժողովուրդ ջան, ուղղակի իրոք էլի սենց այսօրվա այս աղմուկը շատ էր մեծացել ու որ իմացա էլ արդեն տեսա կարդացի որ արդեն ինչ որ պոլիկլինիկայի տնօրենին ցուցում են տալի որ արդեն Արփինին գործից հանի, ասում եմ դու Նիկոլ հացին վայսը լող ես, ոչ թե խոնարհվող, դու հացի վայսը լող ես, ուրիշ ոչ մի բան քեզ չեմ կարող ասեմ։ Ու մի փորձի ամեն անգամ քո մեղքերը, քո արածները փորձել կոծկել ուրիշների տակ մցնել։ Այն ինչ որ դու ես ասել, ոչ մեկս է չենք մոռացել, սաղս է լավ հիշում ենք ու սաղս է տեսնում ենք, մնում է այդ քո կողի լնգու լավազները էտի հասկանան, որ մարդկա գոռում էր Նիկոլ դու ես իմ տղուն սպանել, հետո դարավ Նիկոլ պաշտող։ Լսի այդ տղա, Նիկոլն իրա բերնով ասում, որ ես քո տղուն սպանել եմ։ Նիկոլն իրա բերնով ասում է, ես քո տղուն սպանել եմ։ Դե այդքանից հետո որ եթե մեզ Նիկոլ ես պաշտում, գնա պաշտի։ Ու պաշտածը։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, հայեր ջան, ձեզի համբերություն եմ ցանկանում, ուրիշ բան էս բային չեմ կարա ցանկանամ։ Ձեզ համբերություն, որ կարողանանք այս իրավիճակից էլ պատվով փառքով դուրս գանք։ Կարծում եմ մեր հայերի մեջ կգտնվի վերջապես այդ ամեն ինչը, որ բոտիկային են ու ասեն սես չի կարելի։ Այս տեսակի զվացալն էլ, այս տեսակի այս մարդկանց հետ ցես վերաբերը անթույլատրելի է։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։